Տարիները տարբեր են։ Երբեմն մենք առաջ ենք շարժվում ջանքերի շնորհիվ, երբեմն գրեթե ավտոմատ ռեժիմով։ Իսկ երբեմն կարծես տիեզերքն ինքն է հանգամանքները դասավորում այնպես, որ մենք հայտնվենք ճիշտ տեղում եւ ճիշտ ժամանակին։ 2026 թվականը այդ տարիներից մեկն է։ Մի տարի, երբ մի քանի կենդանակերպի նշաններ կհասկանան, որ բախտը բառացիորեն ձեռքից բռնած է տանում իրենց։ Ոչ թե որովհետև նրանք բախտավոր էին, այլ որովհետև բարդ մոլորակային կոնֆիգուրացիան, հազվագյուտ միացումները եւ երկարատև տարանցումները ստեղծում են կատարյալ միջավայր առաջընթացի համար։ Երբ ես վերլուծեցի 2026 թվականի տարանցումները, Պլուտոնը ջրհոսում, Նեպտունը խոյի եւ ձկների համաստեղության սահմանագծին, Յուպիտերը տարվա կեսին անցնում է առյուծի, հանելուկը զարմանալիորեն հստակորեն կազմվեց։ Եվ այո, կան նշաններ, որոնք հատկապես առատաձեռնորեն կազդվեն այս փոփոխություններից։ Եկեք դրանք մեկ առ մեկ դիտարկենք։ 2026 թվականի հիմնական նախապատմությունը՝ ինչու է տարին դառնում ճակատագրական։ Հասկանալու համար, թե ով կլինի բախտավոր, կարևոր է հասկանալ, թե ինչու։ 2026 թվականին միաժամանակ տեղի են ունենում մի քանի նշանակալի գործընթացներ։ 1. Պլուտոնը վերջապես խարսխվում է ջրհոսում։ Այս տեկտոնական շարժումը փոխում է համաշխարհային գործընթացների տրամաբանությունը եւ ձևավորվում են խաղի նոր կանոններ։ Նրանք, ովքեր գիտեն, թե ինչպես հարմարվել, կլինեն մեկ քայլ առաջ։ 2. Յուպիտերը ընդարձակման մոլորակը կմտնի առյուծ։ Հրե նշանի Յուպիտերը միշտ ակտիվացնում է ստեղծագործականությունը, քաջությունը, առաջնորդությունը եւ ամբողջությամբ ներգրավվելու ցանկությունը։ Նեպտունը մոտենում է նշանի փոփոխությանը։ Սա միշտ բարձրացված ինտուիցիայի, հզոր ներքին փոփոխությունների եւ հին սցենարների ավարտի ժամանակաշրջան է։ Խոյի մեջ գտնվող Սատուրնը բոլորի մեջ սերմանում է կարգապահություն եւ անձնական պատասխանատվություն։ Սատուրնը նվերներ է տալիս միայն նրանց, ովքեր իսկապես աշխատում իրենց վրա։ 2026 թվականին կամրապնդվի սկզբունքը. եթե ավելին ես ուզում, դարձիր ավելին։ Այս ֆոնի վրա որոշ նշաններ կստանան հզոր աջակցություն, մյուսները հնարավորություն սկսելու նոր գլուխ, քիչ դիմադրությամբ, եւ դեռ մյուսները վերջապես կազատվեն երկարատև փակուղիներից։ Այսպիսով, ով կլինի հատկապես բախտավոր 2026 թվականին։ Խոյ. նոր սկիզբ, որը կփոխի ձեր ճակատագիրը։ Անկեղծ ասած, խոյերը կզգան, որ գտնվում են բոցավառ էներգիայի ալիքի վրա։ Նրանց նշանի մեջ գտնվող Սատուրնը ոչ միայն կարգապահում է նրանց, այլև օգնում է կառուցել իրենց ներքին ուժը։ Գալիս է մի պահ, երբ շատ բաներ պարզ են դառնում, ինչպես գործել, ինչու նախկինում ամեն ինչ այնպես չէր ստացվում, որտեղ գնալ հաջորդը։ Խոյերի համար 2026 թվականին։ Կարիերայի առաջընթաց, անցում դեպի նոր մակարդակ։ Հնարավորություն սկսելու ձեր սեփական բիզնեսը եւ խուսափելու ձախողումից։ Անձնական սահմանների ամրապնդում, մարդկանց ի հայտ գալը, ովքեր կօգնեն ձեզ իրականացնել ձեր գաղափարները։ Ամենազարմանալին այն է, որ նրանք կդադարեն կասկածել։ Սա հազվագյուտ վիճակ է, երբ բանականությունն ու ինտուիցիան համընկնում են։ Բախտը պարզապես չի գա, այն դժվար կլինի բաց թողնել։ Առյուծ. Յուպիտերը նրանց դարձնում է տարվա գլխավոր ֆավորիտը։ Եթե դուք առյուծ եք կամ ձեր աստղգուշակում ունեք ուժեղ առյուծ, պատրաստվեք, որ 2026 թվականը լինի հնարավորությունների, փայլունության եւ ճանաչման տարի։ Առյուծի մեջ մտնելուց հետո Յուպիտերը լույս է սփռում ամեն ինչի վրա, որին դուք դիպչում եք։ Հնարավոր է եկամտի արագ աճ, երկարատև տաղանդի իրացում, ձեր անձնական ապրանքանիշի աճ, նոր լսարանների հասնել, խոշոր հաջող կապեր։ Առյուծը վերջապես կզգա իր սեփական ուժի համը, եւ մինչ նախկինում իրերը կարող էին դանդաղ ընթանալ, կարծես թե բարակ ու բարակ միջով 2026 թվականին իրադարձությունները կհոսեն ազատ եւ հեշտ։ Սա տեսանելի լինելու տարի է, թաքնվելը բացարձակապես արգելված է։ Աղեղնավոր. հաջողություն ճանապարհորդության եւ ուսման միջոցով։ Աղեղնավորի համար 2026 թվականը բերում է ընդլայնված հորիզոններ, երբեմն բառացիորեն։ Նրանք ունեն մի բանաձև. ես ավելին եմ ուզում եւ ես ստանում եմ դա։ Աղեղնավորը հայտնվում է հոսանքի մեջ, շնորհիվ գործոնների համադրության, Յուպիտերի հետ ներդաշնակ ասպեկտներ, օդային նշանների աջակցություն եւ Սատուրնի մեղմացնող ազդեցություն։ Նրանք կարող են ակնկալել նոր գիտելիքներ, որոնք կփոխեն իրենց կյանքի ընթացքը,
Միջազգային կապեր, հնարավորություն փոխելու աշխատանքը կամ միջազգային ընդլայնվելու, տեղափոխվելու հնարավորություն, անձնական հավատի ամրապնդում իրենց նկատմամբ։ Սա կլինի այն տարին, երբ աղեղնավորը վերջապես կտեսնի վերջին տարիների իր ներքին աշխատանքի արդյունքները, եւ այո, նրանք իսկապես բախտավոր կլինեն։ Ջրհոս. ժամանակ, երբ ճակատագիրը բացում է իր դռները։ Պլուտոնը հաստատուն կերպով գտնվում է նրանց նշանում, ինչը նշանակում է մասշտաբ, ազդեցություն եւ նոր դեր։ Ջրհոսները երկար ժամանակ պատրաստվել են այս պահին, նույնիսկ եթե չեն գիտակցել դա։ 2026 թվականը նրանց համար մասնագիտական ճանաչում, հնարավորություն փոխելու սոցիալական կարգավիճակ, ուրիշների վրա ազդեցություն, խորը փոխակերպումներ, որոնք հանգեցնում են աճի, ազատագրում հին կապվածություններից։ Ջրհոսները դառնում են փոփոխությունների հիմնական շարժիչ ուժերից մեկը։ Բախտը նրանց մոտ գալիս է ոչ թե պատահականության միջոցով, այլ հնարավորությունների, ռեսուրսների եւ ներքին պատրաստվածության միաձուլման միջոցով։ Սա այն տարին է, երբ շատ ջրհոսներ կհասկանան. ես գտել եմ իմ իրական ճակատագիրը։ Խեցգետին. երկար սպասված թեթևացում եւ նոր կյանք սկսելու հնարավորություն։ Հազվադեպ է պատահում, որ խեցգետինները ապրեն այդքան մեղմ եւ բարենպաստ տարի։ 2026 թվականը թեթևացնում է նրանց ներքին լարվածությունը, ապահովում նոր աջակցություն եւ իրենց կյանք է բերում ճիշտ մարդկանց։ Թեմաներ են բացվում. անձնական կյանք, տեղափոխություն, ֆինանսական վերականգնում, հուզական ապաքինում։ Անսպասելի հնարավորությունները գալիս են անսպասելի վայրերից։ Խեցգետինը վերջապես դադարում է պայքարել տարերքների դեմ եւ սկսում է լողալ այնտեղ, որտեղ իսկապես լավ է զգում։ Ինչու են այս նշանները օժտված բախտով։ Որովհետև տարվա հիմնական մոլորակային շարժումները ուղղված են նրանց։ Երբ Յուպիտերը, Պլուտոնը եւ Սատուրնը ներդաշնակ կապեր են ստեղծում, դա միշտ մեծ փոփոխություններ է ավետում։ Այս նշաններից յուրաքանչյուրն անցնում է ոչ միայն հաջողության շրջան, այլև անձնական աճի փուլ։ Բախտը դառնում է ճիշտ ներքին վիճակի կողմնակի ազդեցություն։ Ինչպես կարող է յուրաքանչյուր նշան բարձրացնել իր բախտը։ Մի քանի համընդհանուր առաջարկություններ։ Մի դիմադրեք փոփոխություններին, կազմեք երկարաժամկետ ծրագրեր, ամրապնդեք առկա հմտությունները, մի հետաձգեք կարևոր որոշումները, մի անտեսեք ձեր ինտուիցիան։ 2026 թվականը չի նպաստում նրանց, ովքեր կասկածում են, բայց այն աներևակայելիորեն աջակցում է նրանց, ովքեր քայլ են անում առաջ։ Եզրակացություն. 2026 թվականը կլինի մեծ հնարավորությունների տարի։ Խոյերը, առյուծները, աղեղնավորները, խեցգետինները եւ ջրհոսները կկարողանան նոր գլուխ բացել իրենց կյանքում։ Յուրաքանչյուր նշան կստանա իր սեփական նվերները, կարիերայի հետ կապված, հուզական, ֆինանսական կամ կյանքը փոխող։ Գլխավորը փոփոխությունից չթաքնվելն է։ 2026 թվականը այն տարին է, երբ տիեզերքն ասում է. «Եղիր համարձակ, ես այստեղ եմ քեզ համար»։